Թերում է հանրային ձայն հաղորդաշարի ամսի 13-ի հուլիսի մեր հերթական թողարկումը։ Մենք ինչի սենց վրա մտակ ուղիղ եթեր, որովհետև մի փոքր հանրային ձայն հաղորդաշարի եթերային գրաֆիկը խառնվեցի էր, երկու շաբթի օրը եթեր դուրս չգալու համար թեմաները կուտակվեցին եւ ես որոշեցի երկու օր անընդմեջ նախ թեթևացնել այն ինչ որ մենք ունենք, հետո ունեինք հրատապ մի երկու հարց, որը մենք որոշեցինք բարձրաձայնել։ Այսօրվա մեր հաղորդաշարին ինչպես միշտ ներկա են մեր ուժային կառույցների բոլոր ներկա եկավ ժամանեց Еще не вечер. Ach, tschüss. Du bist in der... Ես չեմ ուզում ասեմ, դու տուն ես ուզում քանդես, աղջի։ Պտուտ։ Նա խոտել պտուտ։ Էսի, տուն քանդող եմ։ Նստի։ Ես ուսես ճուտ է կարա։ Վիճակը, ինք... Աղջ, ես ինչ ես այդ... Ես շորել է, դու ոտից ես շորում ամեն անգամ։ Քո մարդես ինչ թալանել է թալանել։ Այ մարդիս, այ մարդան։ Այսօր շուտեկով աբազ։ Այսօր հելի աբազին կոֆեդիր։ Հատուկ աբազին դեղ բանկա տորտ եմ դրել։ Հելի մի հատ իշոնի վեչեր անելով։ Դուբաների սիրում չէ։ Նեգրի ժպիտ։ Աբազին խմորել եմ։ Դու մենակ աբազին։ Մենք էլ բխաղողներ, հատուկ արեր ենք, բերել դրել ենք, մնացածը կոֆե բան, անդո, տորթին մինայի, մենակ տորթ, այ տորթը, պես, համով կտորա, կերաբազան, էսի հատուկ ու համարը։ Ռուզիկը անձամ կեզ խմորեղ էլ ամատուցան, տենը մեզ, ես ակաց եմ խի, արդու դավսան դրդ մի կոպտար, արդու, խմորեղ են մի կպի, նո, կերաբոզ, Այսօր քեզ հալալա, կես։ Արի։ Դու տուն քանդելով սես փողոց ես, հլման ես գալում։ Այդի քո մարդը դիլսի, աշիպեք պրոշմիք։ Ես հիանում, ես էլ բաչի, ես էլ ամեն ախր չեմ կարասեմ, մի որ պիտի գաս նստես տե, ու ժողովուրդը տենա թե դու ինձ ձևես հակնված գալը մեր։ Ոչ չասեն ես վար Տաղուկաստանը բորի նմա, ես գեղեցկություն է, մի արա իսոր, մարդ չպիտի օգտվի, ոչ մայեղազարյան, ոչ անդո, ոչ մեկ, ամեն, էտա տորդ քյո խմա, կես, եսը կասեմ խի, աղջ ինչ պիտի ասեի ես, հա, տակ, այսօրվա հաղորդաշային հրավիրվում են, Խարբերդի գյուղապետ Կամոն, Վերին Գետաշերնի գյուղապետ Տիգրան Մուրադյան, Գյումրումա Շիրակի մարսպետ ծծերն առաջ տվածը։ Так, это кто? Если чеш. Աշխատակազմի ղեկավար Նիկոլի դդում եմ։ Ոստիկանությունը ստեղա Շնկավիթի ոստիկանապետը Երևան քաղաքի ոստիկանապետի հետ միասին։ Կենտրոնական բանկ Վերրեսաժի սաբակը, Լիլի Մորտո, սրա վիճակը, մեկա քո նայ, դու արդեն 40 անց կնիկ ես, բայց եթե կես ու ես շպիլկին դնենք իրար կող, քո գեղեցկությունը ռուզիկ, ծասանամ պարամա արևի տակ, որովհետև կոնը բնական է, նստի աղջիկ ջան։ Так, Դատավոր Անի Հարությունյան, Աջափնյակի թաղապետը Երևանի քաղաքապետի հետ միասին, Պաշտպանության նախարար ուսուցչուհի, Արի, ղաղպարկղ, մտնարս, Так,
Էսի կենտրոնական բանն է։ Դեմվեդեն ստեյա։ Գելապ ընկերությունը իր ղեկավար Ալման Նավասարդյան։ Ահա, այլներ։ Մալչիկ պայմինի սասուն շարունակում է իր ֆունկցիոնալ պարտականությունները ծծել դրարուշկեն եւ բոլորիս կողմից հարգված, սիրված եւ ճանաչված Արմեն Արաքելյան, նույն ինքը կաճը ղափանցի, արի այդ տղա, արի դեդ բասկաթորին նստի, քրիստիկ կաչին բանտուշ, կիվի, այսինքն կիվի անանաս, ատենց մերս արևադարձային պտուղներով ասորտի, կաչի բնական պաշարները մեզ այսօր պետք են գալու, հյուրասիրի, կամ չէ, կիվի միտուշ, կծու, ծիծակ, եսի ծիծակ սիրում ես, կծու բաներ տու թողտի իմա, իմա անցնենք առաջ, ըստ հերթականության, և այդպես, Երևանի քաղաքապետ, Շնգավիթի թաղապետ, ժողովուրդն ահազանգում են, ասում են Խարբերդի գյուղապետ, Մեգանդոն գյուղապետ, 33 երթուղային ավտոբուսը աշխատում է շատ վատ, ասում են աշխատում է Դավթաշենից մինչև Խարբերդ կամ Խարբերդից Դավթաշեն, ժամը 19:00-ից հետո ավտոբուս նեմա, չկա, ստիպված ժողովուրդը երթևեկում են տաքսիներով, տաքսիները ևս Խարբերդի գյուղապետինն է, փողը առնում ասում ես աղախպեն, աշխատում է շատ վատ, ժամը 1, 45 րոպեն 1, ժամ 10 րոպեն 1 եւ այլն, այսինքն լեփ լեցուն, իրար բդելով, գրգելով, գզելով, իրար թևատակի օդը շնչելով, ժողովուրդը գնում է Դավթաշեն, Դավթաշենից վերադառնում է Խարբերդ, բայց ամենահետաքրքիրը նա է, որ աշխատում է շատ ու շատ վատ, ոսմա խնդիրն է, երկրորդ գիծն ուզում են մարդիկ, չգիտեմ, տես բանկատե չկա, Երևանի քաղաքապետը կաստատի կամ կերկի, ուզում են մցնել, գյուղապետ կամուն չի թողում։ Ես դիմում եմ Երևանի քաղաքապետին, մաբալու, ինչ կխմես, կիսո, բնական հյութ, 33 համարի երթուղայինի հարցը լուծեք, կամ հանում սիկտիր եք անում առհասարակ, զրկում եք լիցենզիայից, կամ բերում մցնում եք երկրորդ գիծ, ժամը 19:00-ից ավտոբուս չաշխատելը որն է, Շենգավիթի թաղապետից լսամա չէ, ահա, հետևություններ արեք, գրեք ձեր մոտ, են Կիմիր Սենը, որ խոսում է սաղ բլոկնոտերով գրում են, կամ են Թուրքմենստանի պրեզիդենտը, Գուրբանգուլին նախկինը, այդ նույն ձև գրեք ձեզ մոտ, որպեսզի հետո խնդիրներ չառաջանան, իմ այլ գանդուլ տաղում բերես դրես Թուրքմենստանի պրեզիդենտ, մեկը մեկից ագարկավ։ Так, Վերին Գետաշեն, Տիգրան Մուրադյան, գյուղապետ, մե բոզի տղա գյուղապետ։ Պարոն Արթուր Դավթյան, ես այդ անդրադարձել էի այս գյուղապետին, ասել էի, որ սա գյուղապետ նշանակվելուց հետո ձեռք է բերել 3 բնակարան Երևան քաղաքում, հետօգությունների եւ այլի հաշվին, ինչով է պայմանավորված, որ ձեր Սևանի դատախազությունը մինչև հիմա բացարձակապես չարել ոչ մի բան, առաջանում է շատ գեղեցիկ հարց, ես դատախազության ասեցի, ԱԱՑ-ին եւս, որ փոփրեք հասկանանք, որտեղից սրան այս Տիգրան Մուրադյան Չատնախի վաստակին 3 բնակարան, Գեղարքունիքի մարզպետին դիմեցի, մարզպետը խաբարը ղրգում ասում է իմ ինստանցիաները թույլ են, ես ինչ կարող եմ անել, ինչի համար ես դու տեղ մարզպետ, Գեղարքունիքի մարզպետ, բա մենք գնացեք ստուգեք, տեսեք հերը իրա մոտ չի աշխատում, ես ասեցի հերը ինչի աշխատում նույն գյուղապետանում, որպես հաշվապահ էր, ինչ գլուխ էր, հետո նեղանում եք, վիրավորվում եք, վեննա եք ծմձես, սա վերջին նախազգուշացումն է Սևանի կայազորի դատախազին և Սևանի, այսինքն Գեղարքունիքի մարզպետին, հետևություններ չերեցին ավելի վատ, իսկ Կիլիկիացի Սերոպը և Հրաչը պրոսպեկտից ուզում են գնան գյոթի, մենք մեծ հաճույքով ղրգում ենք Տիգրան Մուրադյանից տուն, Տիգրան Մուրադյանին հոր ներկայությամբ ծածցնելու, որպեսզի բոզի տղեն ափր-ծփր բերանը շաղ չտա գյուղի մեջ, եթե մյուս անգամ եղավ, ուրեմն Սերոպը Կիլիկիայից և Հրաչը պրոսպեկտից արդեն կգան բոզի իրանց տուն,
Սա վերջին նախազգուշացումն է, ընկեր դատախազի, որովհետև ատից հետո ես այս երկուսին հանելու եմ եւ ուղարկեմ Կայազորի դատախազի տուն։ Վայ Ղազարյան եւ Երևան քաղաքի ոստիկանապետ։ Հասարակությունը բողոքում է։ Գոյությունի ես նախ մի հատ ուզում եմ ասեմ, որ հարգելի ժողովուրդ, ես մի քանի անգամ կրկնել եմ, նորից եմ կրկնում։ Մեր խնդիրը, երբ որ քաղաքացին ուղարկում է բողոքը բարձրաձայնելն է։ Որքանով է բողոքը ճիշտ է սուր, ես նրան հեսա մի քիչ հետո կանդրադառնամ, բայց մենք ի վիճակի չենք յուրաքանչյուր բողոքի հետևից գնալու, որպեսզի կարողանանք հասկանալ բողոքը չափազանցված է, չափազանցված չի, ճիշտ է թե սուտ է։ Մենք պատասխանը կրում ենք միայն թեմաների մասով, բողոքների հետ կապված երաժշտական փոստարկղ, ոնց ստանում ենք, այնպես բարձրաձայնում ենք։ Ուրեմն երրորդ մասի տարածքում գոյություն ունի բարիք Երվանդ, որը ըստ երիտասարդների ցրմակրից տալ ու քիսո ատենց են ասում։ Շենգավիթի մուծվում է Շենգավիթի միլպետին, ներքին անվտանգությունը լսում է։ Ուրեմն երկու անգամ դադվել է դեղի եւ խուլիգանության համար։ Ոստիկանությանը փակվում է գումարով, այսինքն Շենգավիթի միլպետ խտոին եւ ինֆորմացիայով։ Երիտասարդները անձամբ զանգում են հանրայինին, ասում են պարոն Ղուկասյան, մեր վրա փորձում է սաղցնել դեղ։ Եթե մենք չենք ուզում, հրաժարվում ենք, ես ենք անում, այն ենք անում, ասում են գնում մեր հետևից, սրան հետևից ապրծապար բա խոսում է, քաղմասով է վախացնալ, մեր վրա բա ինֆորմացիայի տա, բա ինֆորմացիայի տալի եւ այլն։ Եթե այս մարդը տենց ակտիվ գործունեություն է ծավալում Շենգավիթում, առաջանում է շատ գեղեցիկ հարց։ Շենգավիթի մլիցեքը ում առնանդամն են հոտոտան։ Երևանի ոստիկանապետը լսավ։ Եթե Երևանի հետ կապված միջոցառումներ չձեռնարկվեցին, Երևանը գալիս է Երևանի ոստիկանապետի տուն, Շենգավիթի միլպետի հետ միասին։ Քանի որ գնաց խոսք բողոքների հետ կապված, այսինքն դեզիկ, մեզիկ եւ այլն, նախորդ հաղորդման ժամանակ ես անդրադարձել էի Աջափնյակ թաղամասում գործող Allegro Sport համալիրին։ Հանրային ահազանգել էին, որ այդ համալիրը կառուցվում է ապուրինի, հարկա գծվում եւ այլն եւ այլն։ Մեզ հետ կապի դուրս եկավ համալիրի ադմինիստրացիան։ Ցույց տվեցին, ինչ վիճակի մեջ է եղել այդ համալիրը նախկինում։ Заброшенный գարլախտեղ։ Մարդը վերցրել է, սարքել է սպորտզալ, ջումա, գումա, ինչ են ասում դրան, եւ այլն։ Ուղարկեցին բոլոր փաստաթղթերը, որ համալիրը, այսպես ասած, Allegro Sport համալիրը օրինական է։ Տնօրեն Սմբատ, հանրային ձայն հաղորդաշարը շնորհակալություն է հայտնում Սմբատին, այդ գարլախ տեղը նորմալ տեղի վերածելու համար։ Մեկ հատ եւս բողոք մենք հնչեցինք պարոն Աբազյան, որը վերաբերվում էր ձեր աշխատողին, ոմն ֆսոյա, որ ինչ որ ապորինի շենքշինություն, գարաժ, մարաժ, պատ եւ այլն սարքի երկրորդ փողոցում։ Բանից պարզվեց, որ այդ շենքշինությունը ինչ քաքի գլուխա նախ բան գարաժի պատա կառուցվել է 91 թվից։ Զանգում եմ բան բողոքողին։ Ասում եմ եղբայր, որ դու ինձ զանգել ես, ասում ես ապօրինի շենք, ինչի՞ չես ինձ ասում, որ թվից է այդ շենքը կամ այդ շինությունը կառուցված։ 91 թվից։ 91 թվից կառուցված է, դու հիմա 30 տարի անց նոր հարցը բարձրացնում ես հանրային ձայնով, ասում ես այդ պատանձի խանգարում է։ Բա 91 թվից դու ես, ասում ես Ռուսաստան էի։ Ասում եմ քո խերը կայլավ դու Ռուսաստանից եկա, որոշեցի որ այդ պատը պիտի քանդվի։ Արդեն 91 թվից եթե կանգնած է, դա արդեն օրինական է, եւ կանգնած է այդ մարդու տան տարածքում, ինչի՞ եք դեզինֆորմացիա տալի։ Նույնն է վերաբերվում է այս Allegro Sport բանին, համալիրին, որ
հավաքել էին հանրային ձայն, ասում են պարոն Ղուկասյան ապօրինի կառույցա ու զանգողը չի ասում ախր գիտես ինչտեղ Զաբրոշենի բոզի տղա տեղ ա եղել այս մարդը վեկալ է սարքել է կուլտուրական եւ այլն թղթերն էլ լրիվ օրինական ինձ ուղարկեցին YouTube-յան էֆիրի ժամանակ այս թղթերը կճպցնեմ ուրեմն դիմում եմ հա եւս մի բան Աբովյան տուբ դիսպանսեր Աբովյան քաղաքից դեպի տուբ դիսպանսեր տանող ճանապարհը Աբովյանի քաղաքապետանը իր հերթին կապիտուս եկավ ասում պարոն Ղուկասյան ես մի քանի օր մենք շնորհավորությունը սկսել ենք ուրեմն ես հիմա դիմում եմ քաղաքացիներին ովքեր դիմում են հանրային ձայն ընկեր քաղաքացիներ հանրային ձայն հաղորդաշարը նախատեսված չի քաղաքացիների կմահաճույքը բավարարել սրան նրան խռելու համար այսինքն երբ որ դուք համարձակություն չունեք հարցը բարձրացնելու ես հասկանում եմ բայց դու ուզում ես զակայով նստես շմուշկա չրտես ու նայես քո տված կեղծ ինֆորմացիայով կամ ապակողնորոշվող ինֆորմացիայով ոնց է հանրային ձայնը սրա հետ կամ նրա հետ ալն բատամարտ կամ լավամարտ ես ուրեմն զգուշացնում եմ սրանից հետո հանրային ձայն երբ որ ուղարկում եք բողոք կապած ապօրինի շինություն կլինի, գրողուցավ կլինի, ճանապարհ կլինի, ինչ կլինի, նախ ճշտում եք, բողոքի հետ մեկտեղ ուղարկում եք ֆոտո, վիդեո ապացույցը եւ գիտակցում եք մի բան, եթե բողոքը դուք տվեցիք կեղծ, ես դա ֆիքսեցի, հետո պարզվեց այս Allegro Sport-ի նման, իրականության հետ ոչ մի աղերս չունի կամ ես 91 թվի, չգիտեմ, շենք շինության հետ, ես եթերի ժամանակ բողոքողի անձը հրապարակելու եմ։ Բացի անձը հրապարակելուց ես ինքս եմ հարցակվելու բողոքողի վրա կեղծ ինֆորմացիա տալու համար։ Դեզինֆորմացիա։ Բայց զանգել էին աղիողորում, ամբողջ աչափնյակը մասում ապօրինի շինություններ են, մետերերի, սպորտ կոմպլեքս են սարքն առանց թուղթ։ Բանից պարզվում է, լրիվ օրինական է, թուղթ ու թալակնել հետը, եւ այդտեղ եղել է աղբանոց, մարդը վերածել է սարքումա սպորտ կոմպլեքս։ Պոռնկատուն չի սարքել է սպորտ կոմպլեքս։ Լավ արել։ Շատ լավ արել։ Իսկ ինչ եմ վերաբերում է պարոն Աբազանի պատին, այո, մենք պարզեցինք Երևանի քաղաքապետարանով էլ բանով, որ այդ պատը 91 թվից է, այսինքն գոյությունի վաղեմության ժամկետ։ Շնորհակալություն այդ կապված եւ այդ պատը գտնվում է այդ մարդու տան տարածքում։ Հիմա ինչքան էլ որ երկու աղբեր չեն ուզում իրար երես տենան, խանգարում է այդ պատը։ Ես զգուշացրեցի։ Այսուհետև պատվերով համերգ ով փորձեց վերածելու հանրային ձայնը պատվերով համերգի բողոքողի տվյալները ես հրապարակելու եմ թողան ինչ ուզում են անեն իսկ ինչ վերաբերվում Allegro Sport-ին ցանկանում եմ բարգավաճում Վպիրոտ Ստեղ մի թեմա կա, պարոն Աբազյան, պարոն գլխավոր դատախազ և պարոն Քարամյան, գոյությունի Our Team կլուբ, ինչ-որ ֆինանսական պիրամիդա է, Our Team կլուբ, տնօրենը Ավետիս Վարոսյան, ասում են արգիշտ քոնգերնա, ֆինանսական բուրգա, ունի գրանցված ընդամենը մեկ աշխատող, չեմ ասեմ, ինչը, Ռուստամ Բադասյան էդի բոզի տղա է, բայց հարկայինը ինձ լսմատ, չէ, պարոն, անդո գերի, թե չանտա տաբազ, տորթը գեր, ուրեմն եկա ֆինանսական պիրամիդա է, ունի գրանցված մեկ աշխատող, հենց ինքը Ավետիս Վարոսյանն է, ունի երկու օֆիս ունի, բայց մի աշխատող ունի, մի հասեն Մարգարյան 41/3, մյուսը Մարգարյան 18։ Գումար կախիկացնելուց հաճախորդի սպամա 10-ից 15%, իբր հարկավճարը, բայց ինչ հարկ։ Գրանցվելուց էլ ինչ-որ $60 վերցնում եմ իբր բարեգործության համար։ Տուժողները
Սա հետ կապված բողոքել են ԱԱՑ գլխավոր դատախազություն քննչական կոմիտե ու ասում են 3 ամիսա ոչ մի բան չի արվում։ Քննիչը Մուրադյան Տիգրան Մալացիայի բաժին արգիշտ մոտդ նշի Մուրադյան Տիգրան Մալացիայի բաժին մեր հələ պահանջի տեսնելա էսինչ քերական գործա եւ ինչի մինչեւ օրս ոչ մի բան արված չի քաղաքացին բողոքամա Ուրամ Սուրեն Պապիկյան ոտքի բոզի տղա Ես որոշել եմ այս թեմաներին չանդրադառնալ, բայց ստիպված եմ, որովհետև ոչ թե ուզում եմ Ոսկե ես իմ դեմքով եմ ուզում անդրադառնամ, այլ ես ուզում եմ, որ հաղորդման ժամանակ բարձրաձայնվի այս հարցը հենց ծնողների կողմից։ Խոսքը վերաբերվում է 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների, ծնողների բողոքին, այսինքն են եռաբլուրի, շիրմաքարերի, տապանակարերի հետ կապված։ Ծնողները զանգահարել են, բողոքում են և ցանկանում են հենց ուղիղ հանրային ձայն հաղորդաշարի ժամանակ իրենց բողոքը բարձրաձայնեն։ Մենք հաճույքով տրամադրում ենք եթեր ծնողներից մեկին, փորձենք կապ հաստատել։ Ալո, բարև ձեզ։ Տիգրան, դուք եք։ Ես եմ։ Տիգրան, նորից բարև ձեզ, դուք ուղիղ եթերում եք, ինչպես և մենք խոստացանք, ես ձեզ տրամադրում եմ միկրոֆոն, ձեզ խնդիրը բարձրաձայնելու համար, դուք տերեք ասիկն դուք ծնողներով ահազանգում եք, որ խնդիրը վերաբերվում է եռաբլուրում զոհված, նահատակված, հողարկավորված ձեր որդիների շիրմաքարերին։ Ինչու՞մ է ձեր բողոքը կայանում։ Բողոքս հետևյալն է, որ արդեն 2 տարի է անցել, արդեն 2 տարին լրանում է, ու մինչև առայսօր եռաբլուրը բարեկարգված չի, մոտ 130 քար դրված չի, ինչ որ արված է շատ անորակ է արված։ Ես այդ հարցով շատ մարդկանց հետ եմ խոսացել։ Մի քիչ ես խնդրած կլինեմ, մի քիչ բարձր խոսեք։ Պաշտպանության նախարարություն դիմում գրվել աղջկաս կողմից, իմ կողմից եռաբլուրի պատասխանատու գեներալ Վարդան կա, ես իր հետ եմ խոսել, ասել եմ ինչու է Արցախի էր ուշացնում եւ այլ։ Ինչ պատասխանում են, որ դրանք ապեր մեկը տենդերով շահած ինչ-որ շինություններ են, կար տեղադրելը, բարեկարգելը, կանաչապատելը, տարբեր ինչ-որ տենդերներ են կազմակերպել և իրանք չեն կարողանում որևէ մի հստակ պատասխան տան, ով պատասխան տալու այդ վիճակի մասին։ Այսինքն ես ուզում եմ հասկանամ, այնտեղ շիրմաքարերը դրված չեն, կամ դրված են կեսնա դրված չի, կամ ասենք ի՞նչն է խնդիրը։ Ուրեմն մոտ 130 քար դրված չի, ուրեմն ճանապարհը հողոտ ու ոչ բարեկարգած, ոչ ասֆալտապատած, այդ քամին բարձրանում է, այդ սաղ հողը ամեն օր այդպես լցվում է մեր երեխեքի վրա, ուրեմն կանաչապատում չի արված, խոսք է տրվել, որ 8 հատ պուլպուլակ պետք է դրվի, չի դրվել, խոսք է տրվել այդ կանաչապատում, որ ծառեր կտնկեն, բետոն լցեցին երեխեքի վրա, կանաչապատման տեղ չթողեցին ընդհանրապես, ու չեն էլ անում, ամառը արդեն ավարտվում է, հեսա մի ամսից ամառը պրծնում է, իրանց մոտ հիմա աշխատող չկա, իսկ ով էլ բարեկարգում է հենց հիմա այնտեղ, դա ծնողներն են, իրանց հաշվին կատարում են ինչ-որ բարեկարգում։ Իսկ դուք դիմել եք այսպես կոչված Սուրեն Պապիկյանին։ Անձամբ, այսինքն դուք ծնողներով դիմել եք։ Անով աղջիկս գրել է դիմում բողոք։ Երբ եք գրել։ 2 շաբաթ առաջ։ Այսինքն 14 օր, նո հա, պատասխանի ժամանակն է եկել արդեն։ Դուք իշը մի բան ստացել եք պատասխան։ Չէ, դեռ ոչ մի պատասխան չեն ստացել։ Իսկ բացի Սուրեն Պապիկյանից ում եք դիմել, դուք ծնողներով։
Պաշտպանության նախարարության թեժ գիծ եմ զանգահարել, ընդեղից միշտ ինձ ուղղորդում են, որ Եռաբլուրի տարածքում գտնվում է իրանց աշխատակիցը, որոնք արանք դիմենք։ Դիմում եմ ընդեղ, իրար են արդեն քիչ ամնում շլիֆովշիկի համար տան, թե ինչի պատճառով շլիֆովկա չի արվել, ինչի պատճառով քարը չի տեղադրվել, դրանք տարբեր մարդիկ են։ Ես արդեն մի 20 հոգու զանգելուց հետո նոր վերջում ջղայնացա եկա ընդեղ, ես ձայնս բարձրացրել էի, չգիտեմ խի հաջորդ օրը տապանակարը երեխուց դրվավ, բայց մինչև առայսօր ընդեղ պետքա դրվի եւ մոմակ խնկամանը եւ ծաղկամանը, որից ծաղկամանը դեռ չի դրվել։ Իսկ շատ ներողություն, ես մի հատ հարց եմ ուզում ձեզ տամ, ասիկան ծնողների հետ ինչպես են պայմանավորվել, ոնց է եղել բան պայմանը, այդ աշխատանքները ինչքան ժամանակում պետքա ավարտվեն, ինչ ոչմ տեսքի պիտի բերվեին եւ ինչ գումարներ պետքա դուք, այսինքն դուք չծախսվեշ այդ ամեն ինչի համար, դուք տեղյակ եք։ Մեր երեխաների համար 3 միլիոն պետությունը հատկացրել է իրանց, եթե Եռաբլուրում են հողարկավորում, Այո, որից 1.5 միլիոնը հողարկավորման ծախսերը ընդհանրակա, ծախսն է եղել, 1.5-ն էլ բարեկարգման եւ շիրմաքարը դնելու համար էր հատկացված։ Այդ իսկ ժամանակի առումով իրանք ժամանակի առումով նենց բան չի եղել, բայց մենք բոլորս էլ իմացել ենք, որ արդեն իրանք ժամանակը անցել է, իրանք պետք է անցած տարի դա ավարտեին, հետո չգիտեմ ինչ ստացվավ, այդ մարդիկ կային Ժիտոմերի քարերին ընտրել, Ժիտոմերը ինչ-որ պատերազմի պատճառով ուշացրեց քարեր, փոխեցին քարերը, մարդիկ, որոնք չգիտեին, դեռ չգիտեմ չեն փոխել, թե փոխել են, այս այդպիսի վիճակ է։ Ու այնտեղ պատասխանատու չեմ գտնում, որ պատասխան տա։ Ինչի դե բան Վարդան կա մի հատ, ես այդ Վարդանին ճանաչում եմ, այսպես կոչված գեներալ, ինչ ասում այդ Վարդանը։ Հայտնի կաշառակ է։ Շատ է ուզում ինչ-որ մի բանով օգտակար լինի, բայց իր ձեռքում էլ այդքան բան չկա, քանի որ ընդեղ այդ ամեն ինչը շահում են տենդերներով, տարբեր կազմակերպություններ, ու ժամկետ երևի չի դրվում, որ այդ մարդիկ կան սրտացավ աշխատում, ախր ցավը նրանում է, ոնց որ այն ժամանակ, երբ որ չէին հողարկավորել Աբովյանի դիահերձարանում պատվալում երեխեքը պարկած էին իրար վրա պարկերում, նույն վիճակն է էլի, հիմա այս էլի ոչ մեկ ընդեղ պատասխան չտվեց, նույն ձևեր հիմա են նենց իրար վրա գցելով, ոչ մեկ պատասխան չի տալիս այդ վիճակի համար։ Հասկացա ես ձեզ, եղավ, շնորհակալություն, վերջում կասեմ ապագա կա, եղավ, կզորուսեք, հաջողություն ձեզ։ Սուրեն Պապիկյան, երբ որ ես խեռում եմ քեզ, հա? Չգիտեմ, դու փորձում ես ինչ-որ արդարացումներ գտնել, ինչ-որ մարդիկ են գունավոր զանգը, ասում են, ընչի է երեխուն բան ասեմ, սաղմին, հալա չի ծնվե քո բոզի տղեն, սաղմին, և ալը։ Ես հիմա քեզ ուզում եմ հարց տամ, դու պաշտպանության նախարար ես, ես հասկանում եմ, որ դու չես հասկանում ուր ես եկե, ես մի հաղորդում չեմ, որ ասել եմ, դու չես հասկանում ուր ես եկե, դու պաշտպանության նախարար ես, ես հասկանում եմ, որ դու գործին չես տիրապետում, բանակ չես նորմալ ծարայ, աֆիցեր ես դանգ է, դատվել ես, և ալն, ես բարձրաձայնում եմ, ասում եմ, չգիտեմ, ցելոֆանով դիրքեր, պոլին քնող զինվոր, դոշակ չունեցող զինվոր, անորակ սնունդ, բրոնեժիլետ չկա, այն չկա, այսինքն բանակը ավելի ոռի վիճակի մեջ է, քան 97, 6, 8, 9 թվերին։ Ես իմ աշկի տեսածն եմ ասում։ Նավ հələ այդ ողջերին դու չես կարամ տիրություն անես, դու մասնագետ չես։ Բա հանգուցալների Այսինքն դու դաժե մերելի վերեն քար չես կարեմ թաշել տաս ալա այդ բոզի տղա դու մերա զոֆա զինվորի վերեն
Չես կարում հասարակ բան, այդ տենդերները որ բաժանել ես, բոզի տաղուն, չգիտեմ, քածիտ աղջկան, ծծողիդ բարեկամին, որի ծակիցդ շինողի, չգիտեմ, հորկորի մարդուն, տենդերները շինել ես բիզնես, այդ բոզի տղեկին, որ սավին բաժանել ես, դու չես կարում ասես, արա, գործ արեք, ճամփեն ասվալտել, ծառ տնգել, քար քաշել, չգիտեմ, եւ այս սրա մեղավորը ծնողներն են, որովհետեւ այս նույն ծնողները, ես չգիտեմ, այս ծնողը ումը ընտրել, գնացին ու ձեր նման բոզի տղեկին, որ յանց երեխեքին տարան կողին հողը, գնացին նորից ձեն տվին, ասին երեխու սկորցրի քեզ կտա Նիկոլ, դրա համար էլ այսօր դուք ասում եք մեկա ոնց էլ ծսնենք, մեզ բան ասող չկա, բայց դու չգիտեք, որ գործ ունի վերջո, սենց մի հատ հաղորդու, որը կարա այս մարդկանց խերը տնի կնգատ պերանը, բոզի տղա, հասկանում ես, ասում եմ, լավ, ալեն ողջերին չես կարեմ, դրանց վրա էլ չես կարեմ, չգիտեմ, թալնեմ ես, լապեմ ես, ես որ քո դեմքին նայում եմ, ուզում եմ վազեմ տուալետ, քրիստիկը որ նայեմ ար ցալքի մազերը թապում են, կնթունիկի, ես չգիտեմ քեզ ինչ ասեմ, մարդիկ դու որպես նախարար, դու գոնե պիտի ամիսը 1, 2, 3 անգամ մտնեիր երրաբլուտ պտտվիր դուրս գա, Գասպարյան Վովան Վազգենի գերեզմանը որ սարքամ էր, այն թվերը որ ուզում եմ ասել ես Վազգենը, ամեն օր կցած էր այդտեղ, բայց դու որպես նախարար, ասում դու քեզ ես հասկանում եմ քեզ նախարար նշանակողն է բոզի տղա, ալկոգոլիկ Ղախպիսերուն թքամոր չատնախի վաստակ, բայց դու հետո էլ ասում ես թե խնդրեմ չծնվա հաղի կնկան բան ասում, բայց սրտանքդ շինի ես սախ, ես իշքան ծնող կա, գան լացեն կնգատ բենի մեջ, կնանիք ծրեն տղամարդիկ ծրծպեն, ես քեզ ինչ բառ ասեմ, որ լավ լինի, հա, քարերն ուր են, Այդ մարդկան շիրմակար լուր ամ, ընդե ատես տաղա գլուխները կերակ, վարի տվիք, հիմա էլ բերել եք, այդ սաղ այդ հողակա, մերնելուց հետո էլ բերիք որպես կարտոշկի մեշոք լծիք մորգերը, դրանից հետո էլ բերեք կցել եք գերեզմանների մեջ անտերոտ ուզուսել կտարիա, դուք մի հատ կար չեք կարամ տնեք արա, այ պորնիկի վաստակ, հել ասում են կրպ համա, Տավ ես չեմ դու, ես չգիտեմ, հասարակար է, որ պիտի զանգիտ ումա տենդերը տվե, այդ տենդեր տվողը բերելա փողը կողելա կնգատ լիպչիկի մեջը, ասելա այս քարը ես պիտի դնեմ, են մեկն ասելա են մոխրամանները ես, են ծարապատողա, խերապատողա, ով են այդ բոզի տղեկը, այդ սախան բոզի տղային համել ծասանեն կո կնգան, հաղի կնգատ տնեն ծասանեն, Dar ești compozitor, ha? Năstela, ute la vorutama. Seyranı, voç Seyranı, voç Serge, voçen Vigenă, voçen, atens pașpanuțan naxarar, մենք չենք ունեցել քո նման դաժե վաղոն ավելի նորմալ նախարարներ, քան թե քո նման ղախպի սերունդը, բոզի տաղա Ես չգիտեմ ինչ ասեմ, ես չգիտեմ ինչ ասեմ, լավ ես ժողովուրդը, որ սրանց ձեն ատալի, լավ չի հասկնում ում ձեն տվել, լավ, ես կան բոզի տաղա կլնեն, որ ես ազգի մեջ լսվել, Հայաստանի բնակչության մեջ ավելի շատ թուրք կա, քան թե Թուրքիայում, երդվում եմ, Թուրքիայում այդքան թուրք չի ապրում, ինչ Հայաստանի Հանրապետությունում, Չինաստանի չափել բոզի տաղա կա լծված այդտեղ Որ ես քանից հետո կարա մի հատ զովացի ծնող, գնա ձեն տասրանց։ Հատ տղու գլուխ ընդեք իրան, համեսնը բերը թողել են առած մը գերեզման։ Առած քար։ Ես 2 տարի է։ Ու փողն է դուրս ագրված։ Եվրոպաները, բաներ, հայական հիմնադրամ եւ այլն 180-170 միլիոն է փողը ղրգին։ Ինչ ելավ չգիտեմ։ Բիզիմդի Բիզիմ դիր, ես չեմ կարասրել ես իմ նայեմ, հանեք ծեք դուրս, ես պորնիկի վաստակին,
Պարոն Աբազյան, բարախոժակ, դուք չեք զգում, որ ստեղ կան կոռուպցիոն ռիսկեր։ Դուք չեք տենում, որ այդ կամպանիաները, որոնք որ ստանձնել են պարտականություն այդ շիրմաքարերի, տապանակարերի, չգիտեմ, գրող ու սև ցավի, ունեն իրենց պարտականությունները եւ չեք կատարել։ Այդ քո հակահետախուզությանը ցույցում տուր։ Դու զբաղվի։ Մեղավորների բաժել, կանոնավորել։ Ես համոզված եմ, որ դե կոռուպցիոն ռիսկերը ծափում են։ Հիմա քարը գրել են ես ինչ քար, բերե տպել են ինչ քար։ Հիմա վեկալե գրել են, որ ծաղկամանները ասֆալտը կանաչապատում արված է, իդոգում արված չէ, տամենը արվել է ծնողների կողմից։ Անդուկերի։ Հասարակ, այսինքն ստեղ կարևոր չի դու պրոֆեսիոնալ ես, պրոֆեսիոնալ չես, զինվորական ես, թե զինվորական չես։ Հասարակ մարդ պիտի լինես, ընդամենը մարդ։ Դա շատ դժվար բան է, բայց ընդամենը պիտի լինես մարդ։ Եվ որպես մարդ, ոչ թե նախարար, որպես մարդ։ Ասես հələ մի հատ ամիսը մի անգամ, գոնե ամիսը մի անգամ, չնես գազ եռաբլուր, դու ես կուրացիա անում, դու ես ստորագրում, քո ստորագրությամբ են այդ գումարները գնում, չնես գազ մի հատ եռաբլուր շրջես, հələ հասկանաս ինչ աշխատանքներ արվեցին, արվել են, չեն արվել, քեզ խաբել են, չեն խաբել, անում են, չեն անում, որա կա թե չկա, կատարյալ, բացարձակ անտարբերություն։ Մի հատ էլ պոռնիկի վաստակն ասում է, կաբինետում նստող զինվորականներ չպիտի ելնեն։ Բոզի ծնունդ, դու պիտի կաբինետում չնստես, որ նրանք էլ չնստեն։ Ոչ թե կաբինետում նստած համոռացել է մասաժիստին, պաշտպանության նախարարակոչը։ Հետ հենց բերեք այդ ամբոզի տողուն։ Կաբինետ նախարարակոչը մասաժիստ է պահում։ Սուրեն Պապիկյանը արիլը պոռնիկի ծնունդ։ Մասաժիստ ես դու պահում, արա, հիշեցի։ Հա։ Դու հələ ժամանակ ունես կաբինետում են, որ քեզ մասաժ անեն, մասաժիստն էլ ասում է որցա։ Գումարած դրան են աֆիցերի կոչում ա տվել։ Խնդրեմ։ Եվ այս պոռնիկի վաստակը կոչվում է պաշտպանության նախարար։ Քո կնիկը քեզ գիշերը մասաժ չի անում։ Տղամարդի մասաժանելն ուրիշ է, չէ։ Դուրեկանը հաճելի է։ Մասաժի ժամանակ, որի թշերը որ մասաժ անեն, միշնամատը մցնմա թունելդ։ Հələ հիշի, գլուխդ մի կախի, բոզի տղա, հարց եմ տալը, միշնամատը, մցնմա թունելդ, մցնմա, չէ, ես գիտեմ։ Այդ վաղ քեզ հաստատ յուղի մեջ քսմա ու մցնմա, պոռնիկի վաստակ։ Բա կնգատ էլ ասա թո մասաժանի կամ կնիկդ քեզ մասաժանի։ Պաշտպանության նախարարը կաբինետում մասաժա արվում։ Մասաժիստա բերե գործի, նշանակել է աֆիցեր։ Աֆիցերի կոչ, աֆիցեր տիտուլը, տիտղոսը սարքել են, տրապկա, ով ուզում աֆիցերը տալում։ Նիկոլ, Սուրեն Պապիկյանը մտնի տուն ու տեղը ծծցանի հլնի։ Ռաս այդքան լավն է։ Մասաժիստ, աղջի։ Քրիստիկ, ես քեզ բերելու եմ տամ ադմիրալ։ Դնելու ես գանթունիկը, ինչքան պանայում սրանց բերած կա, գանթունիկը դրանց բենի վրեն պիտի տաշես դու, որ սենց սերական շրթերը դառնա են բանը, Կրեմլովսկի դվարեց, այսպես մրամարոտ, սիրուն հատվիճակ, պրոշիտ վրեն, մի հատ կերծված, մի հատ ծալք ու բիլք չինելու, ենքան պիտի սրանք լազել։ Դուրս կսեք ես բոզի տղում։ Կնգատ ծասնի կաչը։ Ալ դու պետք ես, դու կեշ։
Եթերից առաջ մենք ինֆորմացիա ստացանք, ուղղակի ես չհասցրեցի ճշտել։ Լոդա կճշտենք։ Գոյություն ունի Արման Բաբաջանյան։ Ասեցի պարոն Ղուկասյան, այս երիտասարդը ինչ-որ օրենքի նախագիծը ուզեցե բերի ազգային ժողով, տոլի բերել ազգային ժողով նման օրենքի նախագիծ, որ պատերազմի ժամանակ հայկական կողմը չպիտի խփի Ադրբեջանի նավթատար գազատար խողովակներին։ Ես չեմ հասցրել բանը բարձր, սա ինչքան ով է իր իրականությանը համապատասխանում, բայց անպայման է կճշտեմ։ Վերնիսաժ, какой портрет, какой пейзаж։ Ուրեմն Սաբակա ինչ էր դրա անունը։ Իմ ականջին հասել է, որ քո այդ ՀԴՄ կտրող, մտրող, չգիտեմ, փոխհավքողները աշխատողների մոտ վերնեսաժի հայտարարել են, որ երկու տեղ են արդեն մուծվում։ Այսինքն, մի տեղը չգիտեմ դու ուր ես մուծվում, մյուս տեղը դու մուծվում ես ինձ։ Դու ինձ փող ես տվել։ Ոչ։ Դու ինձ մուծվել ես, ապա խնդրում եմ ասատենամ, ինչից ելնելով քո վերնիսաժի ղախպեքը, ասում են, որ բան չի փոխվե, աբազան լսում ես, պրոստը սկսել ենք երկու տեղ մուծվել։ Ինչ ասա նշանակում։ Հարց եմ ուզում տամ։ Ինձ մուծվողը, եթե դու ինձ մուծվել ես, ուրեմն ես բոզի տղա եմ։ Բայց եթե դու անուն ես հանել, որ ինձ մուծվել ես ու փողը չես մուծել ինձ, ուրեմն դու բոզի տղա ես։ Ուրեմն հիմա գնում ես վերնիսաժ, հիմա ես գնում, վաղն ես գնում, ինչ ես անում, կանչում ես քո այդ փող հավքողներին ու պարզում ես։ Ով է, այսինքն ես գիտեմ ով է, դու ինքդ պարզում ես, ով է դա եղել։ Եթե ես ևս մեկ անգամ, այդ մեղավորը անդո դու ես քեզ ասեցի ես ղախպեքին կողեք հարկային դաշտ։ Ճիշտ է, ճիշտ է։ Ես գալուն պես այդ վերնիսաժը կողելու եմ քո ոռը։ Դու զրկվելու ես վերնիսաժի իրավունքներից։ Ոնց որ Ռոբիկի օֆիսին 140 սմ հավաններ չեղյալ, նույնը դա, Երևանի քաղաքապետ, զբաղվեք, հարկերն ավելացեք, ինչ ուզում եք արեք, կանչեք կաբինետ սրանց ծծրեք։ Եթե մի անգամ էլ որևէ մի բոզի տղա հանկարծ բերանից հանելա անում, որ ինձ մուծվել եք ու ինձ պարզվա, որ դու չես մուծվել, ու ուրա, փողերն ուրա, ռաս դու ինձ մուծվել ես, ինչքան ես մուծվել։ Հարց եմ ուզում տամ։ Ռաս եթե դու սկսել ես երկու տեղ տալ, բա ուրա ես չեմ տենում, հա? Խո դու բոզի տղա չես։ Քանի գլուխ կա քո վրան դու խաղում ես իմ հեղինակության հետ, որ դու ինձ մուծվել ես։ Դու ինձ մուծվել ես, բոզի տղա։ Հա? Անդո, ես կապնեմ քեզ։ Ավազանին այդ բան չեմ ասելու։ Ես ասեցի չի, սրանց ծծրեք։ Կողեք հարկային դաշտ, ասել եմ, բայց ինչ չա։ Գծամետրը 2000 դրամ, չեքո խփմա 350, ընչի չես ծածանամ, անդոում, ընչ ես ուզում մեր հարաբերությունները լարվեն, հիմա էլ ասամա, թե երկու տեղ ենք մուծվել, դու իս մուծվել ես, դուրիմը պարզի, գնավ պարզի, քո որ մի բոզի տաղակասիրնա, հլեմ ապրծապր բերանը շաղ տալım, գորե ճիշտ են եք ասեմ համուծվելով, Կոշմար։ Ուրա։ Մի րոպե հարգելի ժողովուրդ։ Վայ։ Ահա։
Եկեք սա մի հատ մի բան հասկանանք ինչ ենք մենք լսում։ Ես նորից անդրադարձել էի այդ հայկական շոու բիզնեսի անտաղանդությանը, ինձ ուղարկեցին մեկ տեսանյութ, որն ուզում եմ դուք էլ մի բան լսեք։ Հանչեմա երաշտություն։ Իբր թե վառ գույներ, փոփուլիկ մազեր, պոչիկով, ամբողջությամբ վիրահատված մեքափ, հետո լսում ենք, փորձում եմ հասկանամ ինչ է լսում։ Անցվայն, դրանք թեյցս էլացու։ Էսի շինել են շինում։ Ova, լիլինա, զիլինա։ Քանի դիտում 486,000 դիտում։ Ես նոր այդ անդրադարձել էի այն քավարցուն, ինչ է դա օքսի 2։ Ես իհարկե տեղյակ չէի, որ այդ աղջիկը, այդ օքսին մասնակցել է ալամային, մասնակցել է, բայց երբ որ ես նայեցի այդ աղջկանը, այդ օքսի 12-13 տարեկան կներ երևի վիդեո տեսանյութը, որտեղ ալամայում երգում է իր անտաղանդ ձայնով եւ ողորմածիկն էլ չգիտեմ ինչ է տալի, ադամանդ էր տալի, արծաթ էր տալի, բրոզ էր տալի եւ այլն։ Եվ հետո երբ որ մենք վերցրեցինք, ասենք ես վերցրեցի եւ նայեցի այդ օքսի մանկական պատկերը եւ այժմյան պատկերը, ես հասկացա, որ այդ աղջիկը ենթարկվել է բազմաթիվ վիրահատությունների, ինչ կա չկա, ինչ ծուր դուզ կար, դզե, ծռեպ, չէ, ատամ, մատամ, քիթ, բերան, պրոշ, աշկ, ունկ եւ այլն, որ մի քիչ գա մարդաշնորհքի։ Համենայն դեպս տաղանդը ոչ այն ժամանակ էր փայլն, ոչ հիմա է փայլն բնականաբար, այդ ու ի, չգիտեմ, եկել այդ ասատ, ասատու, տատու, տասուդա եւ այլն։ Ես դուրս եմ ասում, ես չգիտեմ, սակո կոչված սուպեր սակուն ինչա կտե դրա մեջ, դե դլոյ, ոնց որ սպորտսմեններն էին ասում, դլոյ։ Մյուս դլոյ լիլի մորտո։ Ես մի 2-3 անգամ դիտել եմ այդ Comedy Woman, ունեն բոլեմենը նորմալ համարներ, մի 2-3 համար կա, որն արժե նայել, ինչ որ մի քիչ առաջացնում են բանը ժպիտ, եւ միշտ ասենք հետարքրել է այս աղջկա խաղը, որ խաղ չկա բացարձակապես, երբ որ բարձրանում է բեմ, մենք ինչ ենք տենում, ինչ որ մի հատ արեստական մարդ, տիկնիկ, շատ կարճ յուբկով ակնհայտ է թե ինչի համար, շատ ցածր վերնամասով ծծերը հանած վերև սաղ մեջը սիլիկոն լցած, ամբողջ տնտեսական խանութի ներք գուաշ, բան, ոչ չգիտեմ, յուղաներք, մուղաներք, վրեն չպսրած, աշկեր, լինզա դրած եւ այլն, ուզում է խաղա։ Բեմական տաղանդը 0։ Հիմա այդ բեմական տաղանդն ավարտեց, էտա դլոն սրան սաղ ու ոչ եմ սաղին ցույց տվեց, մարդը որոշել է անցնել շոու-բիզ, այսինքն զիլինա, լիլինա, երգա,
Զիլինա, Զիլինա, Լիլինա։ Մեր ժամանակ կար Զիլինա, հիշում ես Քրիստիկ։ Զիլինա, Հոբսազիձե Զիլինա։ Հիմա դա դառավ երգ։ Ունդեղ չգիտեմ, ծախսեր, մաքսեր, բավականին նշում նորմալ արված է, որպեսզի Լիլի Մորտոն հասարակության մեջ երևա որպես երգչուհի։ Լրիվ ձայնը 0։ Ու միշտ ինձ հետաքրքրել է, երբ որ ես նայել եմ այդ Comedy Woman, այդ երիտասարդների այն հայ տղեկի նստած ոնց են նայում, մեկը ձվերնա քորը մեկը սենց նայում, որ եթե անհարմար չզգա սենց կհարցակվի վրեն են մեկը արդեն սենց ծխմա մտքերով տարելա, ոնց է քիթու բերանը կողխե մորտոյի ծծերի մեջ, են մեկը խմամա դնամա սենց աշկկցելա, ուզում այն յուբկա էլ չկա դետ կտորի, տակը տենա, տակը, բան շիկ ալեմ, սենց խաղեր անեմ են, դեմը նստանձներն էլի, սենց խաղեր անեմ, որ են տրուսիկ տենալը կա տրուսիկ են ասեն, չէ, տրուսիկ կա, թե չկա, և ալեն, են էլ էտ են ես պետի նման կային են, այս ես կիպ կպատ, շարժում չկա ենքան բարցակրում կա ակրամ, որ չկանեմ յար գաբեն, վիշիվ կաբեն են դնում են, վեկալում տանում են, այդ ձև սենց ոշեն կային, ասենց ձևերով ծծերն էլ ձգամա իշքան կանեմա, երիտասարդությունն էլ հիան նամա, դե հայ ազգի երիտասարդության 80%-ը դլոյակեր են։ Եթե ուզում ես որևիցե մի հայ տղամարդու, օրինակ մենք ռազմական ոստիկանությունը ոնց էինք անում, եթե ուզում ես զինվորին, այսինքն ես, մյուսները, զինվոր բռնի, զանգը մեր միացություն աղջիկ ունենք, զանգը խոսնում ենք, տավարի ցավը ինքնիավոտով գալիս ես, ժամադրման վայրը կայնում էր, ռազմականը գալում ասում էր բարև ձեզ, ես ձեր մորաքույրն եմ, վեկանում տանում էր, դաշ պրտավ, այս իրավիճակն է, հասկանում ես ու երբ որ սես նայում ես, ասում ես լավ, ես սրա տաղանդը որն է, ծծեր դրե, ռեմոդնար է, պաբերք են, ոչմ կսը ոչմ կիտու բերի, հել է կայնելա բե, վերջացավ, Անտեղ են օրինակ են զարայա, մարայա և տաղանդավոր աղջիկ եք են նորմալ բխաղում են, բայց եսի ես չեմ հասկնում, նամալամա տես ոչ եմ երկը, զիլինա, բանա, լիլինա, ես իմ նախընտրական ծրագրի մեջ մտցրել եմ, երեք զրուցում էի արվեստի մարդկանցից մի երկուսի հետ, մտցրել եմ, գրաքննություն, հասկացողությունը, որը որ եղել էր խորհրդային միության ժամանակ, գրաքննություն պիտի լինի մշակույթի հետ կապված, նմանատիպ անձինք, Լիլի Մորտո, չգիտեմ Օքսիդվա, Լիլիթ Կարապետյան, ես իմ ինչ գրող ու սև ցավ, նմանները իրավունք չունեն դրանց կլիպները հեռարձակվեն հեռուստատեսությամբ, որ հեռուստաընկերությունը շանտ կլինի, չգիտեմ, իմիջիալ շանտից էլ մեռան բողոքելով, ասում են աշխատավարձը չի տալը, մե բոզի տղան դեռ նստած, բանը շատ կլնի, Արմենիա կլնի, հմեկ կլնի, երկու կլնի և ալն նման կլիպներ եթեր չեն գնալու, կծեմ են, թող կծեն YouTube, թող կծեն չգիտեմ, Telegram, որտեղ ուզում են կծեն, TV գնալու եմ միայն հատնտիժ ջոգած իրանից բան ներկայացնող երաժշտությունը, ջազ կլնի, բլուզ կլնի, պոպ կլնի, ժողովրդական երգեր կլնեն և ալն, այսինքն են ինչ որ պիտի տրվի, որի մեջ կա իմաստ, որի մեջ կա երաժշտություն, որի մեջ կա բառապաշար, ոչ թե ծլիկը, փանթիկը, պատուկը, սրելա, հելելա բեմ, նշանակում է ինքը արտիստ է, ինքը դերասան է, ինքը բացարձակ ձայնային տաղանդ չկա, զրո, այս սենսներն են աղավաղում խայտարակում ռեսպուբլիկան, որ TV-ին սրանց կտա էֆիր, այդ TV-ին կլնի մոր մշ, կզրկվի լիցենզիայից, գնացեք, չգիտեմ, YouTube-ներով, Telegram-ներով, Instagram-ներով, ձեր ծածերը, բդերը, պատկաները, ինչը ուզում եք, հանեք ցույց տվեք, TV-ով չի գնալու, ոնց որ արվում էր խորհրդային միության ժամ, այո, ես նրա կողմնակից եմ, դա ազգը ազգ էր, ոչ տեսեց ղախպի տղություն, ամբողջ երիտասարդությունը, ամբողջ, այսինքն հիմա ցանկացած հարուստի լակոտ, կամ չգիտեմ, իհատը մի կարելի փող ունի, երկի չա, վերջ, կարահելի երկի, ուր այդմ, ինչ անեմ, խիա երկում, և այլս, ով է քեզ ասել երկի, զիլինա, լիլինա, երկո, պրոստ
Ոստեն ջայլեպ դինստեն նայն դլոն ոնց է ժխշամ իայ լինզեկը ռեմոնտը պաբելկեն վազեմ ստե վազեմ ընդե քազը արվեստամը դաման էս այսօր ազգի մակարդակը որ երբ որ պատերազմում պարտված բոզի տղեկը նորից գալում են իշխանության այս է մակարդակը այսպեսին է դարը կրթական մակարդակ ցենց գոյություն չունի զերո Են որ ասում է գրաքնություն են ֆուրցլային եթե գիտեն ֆուրցվանովա սովետի կուլտուրայի մինիստրի երնեք են տալու ամեն մի բոզի տղություն չի գնալու եթեր աղբ ոնց որ ասում են աղբ չի գնալու Դատավոր Անի Հարությունյանի հետ կապված մենք ստացել ենք տեղեկություններ, որ այս ընկերուհին մի քանի հատ, եթե ոչ 10 հատ եւ ավել, բնակարան ունի Երևանում, կենտրոնում, Անդո, նշի մոտդ, դատավոր Անի Հարությունյան, Միրան Պողոսյանի բարեկամուհին ասում են։ Դատավորին այսքան շենքշինություն որտեղից։ Այսքան գույք որտեղից։ Դատավորա կոչվում։ Քանի որ գնաց խոսք Նիկոլից, ընկեր, այսինքն հարգելի ժողովուրդ։ Մի անգամ չէ որ մենք նկատել ենք, որ Նիկոլ Փաշինյան կոչված անհատականությունը սիրում է բթվել։ Այսինքն մարդը, ես որ գնում եմ հյուր, ես այդ սեղանի վրա մի կտոր բան իմ բերանը դնեմ, թե չդնեմ։ Մյուս ասում եմ, որ ես այդ հարցով կոմպլեքսավորված եմ, բան չունեմ ասելու։ Դա իմ մոտ կոմպլեքս է, ես մարդկանց ներկայությամբ հաշ չեմ ուտում, կամ աշխատում եմ շատ քիչ օգտվել։ Իմ կյանքի մեջ մասնակցել եմ 2-3 հարսանիքի, ունեցել եմ 10, 20, 30, 40-ից ավել հրավերք, բայց մասնակցել եմ 1-2-ի, մեկում եղել եմ ազատ, բաշի, այն մեկում հարգված շատ մոտիկ անձնավորությունները, ես նորից սեղանին չեմ կպել։ Նա ինչ-որ չգիտեմ, հյութ, բուն եւ կոմպլեքս է։ Այս մարդը ամենտեղ լավաշով մտնան, խորով են կովի գլուխեր, եզի քալայր ինչ դրեց, ծծրեց, լապեց, բրեց արևի տակ։ Այսինքն այդ բարձր շատ մեծ ախորժակը եւս խոսում է հոգեկան շեղվածության մասին։ Գժերն են իրանցից դուրս ուտանում։ Բայց գիժը գիժ, նորմալը նորմալ։ Ուրեմն բանից պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանի խմիչքները, այսինքն այն ինչ որ ինքը լգմա, եւս առնում են հարկատուների հաշվին։ Այո, ալկոհոլը։ Նման մեկ փաստաթուղթ, այսինքն փաստաթղթերը շատ են, ես ցույց կտամ մեկը, YouTube-յան էֆիրի ժամանակ։ Վարչապետի աշխատակազմը գնել է 89,000 դրամանոց կոնյակ, Արարատ 25 0.75 մլլիտրանոց, բլենդ, այնչոր հուշ տուփով, այդ հուշանվերային բան տուփով, Պարոնյան 28.1 վինո and վինո ընկերությունից։ Այսինքն դուք ձեր կաբինետում խմում եք կոնյակ հարկատուի հաշվին, հա, Արայիկ Հարությունյան։ Չի կարող ասեք լկտի սուտա, փաստաթուղթը ճպսվում է ուղիղ եթե այսինքն YouTube-յան եթերի ժամանակ։ Կամ անվտանգության խորհրդի համար վարձակալել են ներկայացուցչական դասի ավտոմեքենա 2,610,000 դրամով մի հատ ավտո։ Ես ուզում եմ հասկանամ Անվտանգության խորհրդի համար ներկայացուցչական դասի մեքենա դուք ինչի եք վարձակալել Արայիկ Հարությունյան ոտքի Սախ կառավարական գարաժը լիքնա ծառայողական մեքենա ներկայացուցչական դասի մեքենաներով կառավարության ավտոպարկը Ձեզ պետք է Սերժի Mercedes-ն ինչ եղավ, Սերժի Mercedes-ը դուք սիկտիր արիք, Նիկոլի համար նոր նարակ, չէ։ Բաբանը ազգային ժողովի նախագահ ունեք են Ալոնա աղբի տղեն, դրա նախկին մեքենան եւ այլն, այդ մեքենաներն ինչ եղավ։ Որ հիմա դուք
2,610,000 դրամ, ինչ-որ մի կամպանիայի եք տղել, փաստաթուղթը YouTube-ան է վերի ժամանակ նորից, այդ մեքենան, ինչ-որ այրոպորտից պիտի մեկին դիմավորի բերի, չգիտեմ, անվտանգության խորհրդանի հյուրանոցի, այսինքն 2-3 օր պատալոգ հյուրին պիտի Երևան քաղաքի մեջ ման տա, դրա համար դուք վճարել եք 2,610,000 դրամ։ Դուք ներկայացուցչական դասի մեքենա չունեք ավտոպարկում, ընդամենը 2-3 բան մեքենայի տանում ես տվեցի։ Այդ ինչով եք ման տվեց հյուրին։ Դաժե եթե Rolls-Royce-ը էլի այդ գինը չի անում, 2,610,000 դրամ։ Ես ինչ լապել եք լապեմ, այլ բոզի տղեք։ Հա? Ներկայացուցչական դասի մեքենա։ Լիքնա ներկայացուցչական դասի մեքենա ավտոպարկում։ Ախանայի ջպերից մեկը հանեիք, օգտագործեք ներկայացուցչական դասի մեքենա։ Կամ կոնյակը 89,000 դրամ։ Նիկոլ աշխատավար չի ստանը։ Դուք այդտեղ աշխատավար չեք ստանը, բանը պարգևավճարը որ դուրս եք գրում։ Պիտի կոնյակնել քաղաքացու հաշվին առնեք հարկատուի։ 89,000 անգամ այդ կոնյակի խանութը դնի ձեր բենի մեջ։ Աշխատողներով հանդերձ։ Ապագա կա։ Ես ուզում եմ ժողովուրդը դա ֆիքսի։ Ես այսօր եւս կհրապարակենք 150 հոգու, այսինքն 150 քարտատիրոջ տվյալներ Հայ Էկոնոմ բանկի, ես ասել եմ, չէ, ամեն հաղորդման ժամանակ մենք հրապարակելու ենք։ Այս անգամ կհրապարակենք 150։ Այսինքն ստեղից պարոն Աբազյան դուք պետքա երկենտրոնական բանկ կոչված բոզի տղեն հասկանալ, որ Վարդան Ղուկասյանի տված տեղեկությունը ամբողջովին համապատասխանում է իրականությանը։ Ես արդեն 250 հոգու քարտային տվյալներ հրապարակել եմ։ Մյուս հաղորդմանը ես կփորձեմ արդեն ավելի շատ եւ այդ CVV կոդով։ Ուզում եմ բացատրեմ քարտապաններին, հարգելի քարտապաններ, CVV կոդը հետևեն 3 թվանոց կոդն է, որ այսինքն այդ թվի արկայության դեպքում արդեն չնայած առանց դրա էլ որոշակի մարդիկ բան կարող են, բայց այդ թվի արկայության դեպքում արդեն ձեր քարտի գումարները շատ հանգիստ կարող են լինել բիզինդիր։ Դա մեզ զգուշացնում եմ, տեր կանգնեք ձեր գումարներին, փակեք ձեր քարտերը Հայ Էկոնոմ բանկում կամ ձեր քարտերի միջի գումարները հանեք, գցեք ուրիշ բանկերի վրա։ Եվս 150 հոգու տվյալ այսօր կհրապարակվի, հենց էսա մենք կտանք գետեր Հայ Էկոնոմ բանկի բան այդ հաճախորդների, այսպես ասած, քարտային տվյալները։ Ինչպես գիտեք, անցած իմ հաղորդման ժամանակ ես հայտարարել էի, այսինքն դեպ պատմեցի, որ զանգարել են մեզ համար շատ մեր հաղորդման վառ երկրպագուի եւ հարց են տվել ում եք ընտրելու, այսինքն դեզդեն վերջում ինչպես եք մոտենում Ռոբերտ Քոչարյանին, չեն ասել ում եք ընտրում։ Այսօր պարզ դարավ, որ դա եղել է Գելափը։ Այսինքն Գելափը նույն ինքը Արման Նավասարդյան ոտքի իրականացրել է սոցիոլոգիական հարցում։ Նախ ասեմ, որ այս Գելափ կոչվածը ոչ մի կապ չունի ամերիկյան Գելափի հետ, բացարձակապես։ Անընդդիս վերցել է դրել իրաց վրա։ Դա մեկ։ Գելափը ուղիղ անմիջական կապ ունի Սերժիկի փեսա սեռական շրթեր Միշիկի հետ։ Պրոստը չեմ կարողանում հասկանալ, թե Միշիկը ինչի է ասում, որ ասեք Ռոբիգնա հաղթելու։ Հիմա Արման Նավասարդյան դու վերցրել ես իրականացնում ես սոցիալական հարցում։ Քո բոզի տղեկը մի հատ քաց վեկալելա զանգելաստե ընդե եւ ալը։ Ու մի անգամից ասում է Ռոբերտ Քոչարյան։ Բոզի տղա տենց հարցում են անում։
հա։ Եթե դու հարցում ես անում, դու պիտի ցուցակի մեջ ներգրավես մարդկանց, անձանց, Տիգրան Ավինյան, Վարդան Ղուկասյան, Ռոբերտ Քոչարյան, չգիտեմ դելով կա, Տարոն Մարգարյան, Վանեցյան, այսինքն այն մարդիկ, Տարոն էլ մտում ուզում է հայեն ասել մարդ, հա, բայց ուզում է դառնալ ռադա քաղաքացի, անհասկանալի է։ Այսինքն այն մարդիկ, արձագանքանի կնիգը, ովքեր ուզում են կամ պետք է մասնակցեն ընտրությունների։ Բայց քո քածը, այդ խեր գլգլից անողը, դե կալ է զանգելը միանգամից ասում է Ռոբերտ Քոչարյան։ Տղա ջան, դու ինչ չես տենը։ Պորրեկի վաստակ, դու ինչ չես տենը։ Ընտրությունների ժամանակ պարլամենտական դու ինձ տվել էիր 0 ձայն։ Դրի 15,000 անգամ մամայիդ բերանը, բոզի տաղա, դրեցի։ 30 տարվա կուսակցություն Լևոնի պարտիան ընձանիչ քիչ ձեն հավաքեց, այն դեպքում, որ ես գումար չէի ծախսել ու միանգամից օդից մտա ընտրապայքարի մեջ։ Հիմա դու ասում ես հաղթում է Ռոբերտ Քոչարյանը, այսօրը հիշի։ Եթե Ռոբերտ Քոչարյանը չի հաղթե, եւ ես հայտարարում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը չի հաղթելու։ Դու պիտի դուրս գաս, հայտարարես, որ դու բոզի տղա ես։ Ես քեզ ասում եմ, Ռոբերտ Քոչարյանը չի հաղթելու։ Եթե Ռոբերտ Քոչարյանը հաղթի, ես իմ անունը դնում եմ Ռոբերտ Քոչարյան։ Ռոբերտ Քոչարյանը չի հաղթելու Երևանի քաղաքապետի ընտրությունների։ Դու արդեն կեղծել ես։ Ես ինչի եմ հրավիրել Կաչին։ Կաչին ճանաչում ես։ Կաչը ռազմական ոստիկանության օպերա է եղել։ Երկար տարիներ միասին աշխատել ենք։ Նապարնիկս է եղել։ Ինքը ղափանցի է։ Զինվոր էր, մնաց հետո ռազմական ոստիկանությունը։ Հերը մեռավ միլիոններով, քանվելով, Խանձրազյանին հարստացնելով, այն գեղամար ռեստորանը կառուցվել է Կաչի հոր փողերով։ Լեռնա հարստացման կոմբինատի տնօրեն էր պապան, Օղոլմանցիկ մարդա, մեխագիչը։ Մեխագիչը այնքան փող ուներ, որ ինչ ասեմ, կետոնական բանկը այդքան փող չուներ, այն թվերի։ Կաչի 600-ով էին գնում մարդ բռնելու։ Ահա։ Մի հատ էլ շատ լավ աշխատող ունենք մեր հետ, Google, Թալինցի տղա է։ Նախկին օֆիցեր, կադրավո բոզ, այդպես էր ասում Կաչը։ Կաչը շատ մեծ պիթոն ունի։ Չափը չեմ կարացու, ահոր, երկար, Կաչի պիթոնի չափը տեսել են Նոնոյի Արմանը, Գյորգի աղբերը, փաստաբան, զանգում ես են Գյորգի 420053, եթե չեմ սխալվում, զանգում ես այդ գանդոնին, ասում ես մի հատ աղբորոտ հետ կապի հալ, թոլ ինձ պատմի Կաչի խեռի չափը, Արմանն ա տեսել, սա քերականին պատմում էր, ասում էր Կաչի խեռն ես կադամ, սա քերական, զիլ, սա գիտի, Կաչի պիթոն խեռը, ես դնեմ քո նավալի բերի մեջ, Կաչը հեսա, չեմ ասել ծիծակ ուտի, որ մռուլնի համը, արդեն մռույա, մռու խեռով ծսնի սախ նավարիտ, բոզի տաղա, ասմա Քոչարյանը հաղթամա, հլես գյոթի բալին նայի կրիստիկ, դու համակարծիկ չես ինձ հետ, կուլտուրական աղջիկ ռուզիկ, Մարտինի խմելով ռուզիկն ասում է ծծես ծիրանս, բայց ռուզիկի ծիրանը ես չեմ տա, ինքը կուլտուրական ծիրան է, Կաչ ոտի, Կաչը հեսա սրած, քեզ ծսնելու է միջանցքում, դրան են կոմից, Սասունն էլ նայելու է այդ տեսարանին խզգնի ռուշկեն ավելի սկսի ծծրտել, բոզի տղա, ասորի համայնքը, ես ասորիներին եմ ասում, ասորի համայնքն էլ վերջում Կաչից հետո ծսնելու է քեզ, Ղախպի սերունդ, հերիք չի դուք մարդկանց դեզինֆորմացիա տակ, այ պորրեկի վաստակ, հա? Բազանգում ես հարցում ես անում, մարդկանց անունը թվա, Տիգրան Արձաքանցյանի կնիգը, կնգան ծծասնի, շապակլակը գա, են ցիլոյով, Իայն կոտրված ասի, դու ուզում ես ծծել, ծծելը լավ բանա, ծծի, այդ արտահայտությամբ կնգան ծծծնի, Արձաքանցյանն էլ ասի իմանում ես, բա հետո ինչ թակ, մկա ինչ թար,
Արձակացան պիտի գյուքյականի նստի, ինչ թարաուրին կնիկ, էտա իա ռուսական դլոյ, սպիտակ, Ռոտենբերգ, ատե Ռոտենբերգի խերնա մտե, պատվոտ լոյ, այդ Ռոտենբերգի մտած խերի անցքը դնի կնգատ բենին բոզի տաղա, ընչի դելա կնգա անունը չեք տալım, հա? Են որդն էլ ամասնակցեմ, գիշեր ցելեք հայական պասպորտ ստացելա, դարթաշենի մոտից մետրոյ ամատնամ, մետրոյից ընդե ամատամ, ընդե ամատը մարդոզմա մասնակցի։ Անշի, կեզով ասեմ, որ կարող է տաշիկ նահաղթեմ։ Կարող է ժողովուրդուզմա, ուրխենա Տիգրան Արձակարդյանի իմանում ես, հայերեն չգիտի, բայց քավարը լեզվեն լավա տիրապետում։ Ասում է հրավիրում եմ 10 փաստեր։ Բայց Տիգրան Արձակարդյանը քեզ տանի քավար, իշխան ձկով ծածացնի։ Բոզի տղա։ Իշքան փողատել եմ իշեգը քեզ։ Ես Սերժի տեղելն եմ։ Սերժիկ։ Դու չես ուզում քո փեսուն ծածանես։ Փեսա ծածանելը լավ բան է։ Գիտես։ Զբաղվի։ Արման Նավասարդյան։ Ռոտենբերգի դելով ծծած կաս։ Այսօր քեզ տես ինչ մարդիկ են ծածանում, կաչը, Ռոտենբերգը կանգատ, կաչը քեզ, այլով կար ընդեղ, Վանեցյան Արթուրին էլ ենք բերում, Վանեցյան Արթուրն էլա, գյոթի չի գնաց է, Վանեցյան Արթուրն էլ քեզ պիտի ծծնի, չնա այս կաչի խերից հետո, Վանեցյան Արթուրի խերը քո աշկին չի երևայել, պուձու, հասկնամ ես, արդեն մոտարապես հասկանալի է, Բոզի տղա Մենք էլ ասում ենք ես ինչ այդ խեղճ մարդ ասում այ մարդ տալեմ են Վարդան Ղուկասյան անտրուկեն շրապ տնում այդ ագարքեն ով էլ է այդ ագարքին պիտի ծածանի Վանեցյան Արթուր լավ Վանեցյանին տանում ենք բոզի այն իդիոտ չի կարա ծածանի հիմա ինձ ուշադիր լսի ու Ավինատիկոն ուր է դի Ավինատիկոն Պլանը քաշած, կայֆիտակ, պիտի նավարի ծծասնիմ, կնգանից ու կեդից բացով է տունը մանավա, դրաց էլ ավինանտիկոն։ Այս են սախ ով է ծուցակի մեջ կապետի, ով է մասնակցել է, դրանք սախ ռոբիկից բացի նավարի ծծասնեն։ Բոլոր մասնակիցները։ Ես իմ համաձայն եմ սախ ոտնկայ սախ որպալի։ Արձակացալը, հիմա կասի, վա, ինչ թար, ումուտ, բան դեսդեն և ալը, ավինանտիկոյով խարով հանդերց։ Բոզի տղայից չտա աստված, հանկարծ Քոչարյանը չհաղթեց։ Եթե Քոչարյանը չի հաղթե, ես քո տուն տեղ կնի, տես երեխեքի չեմ կպնում հələ, եթե ունես։ Բայց եթե Քոչարյանը պարտվավ, Ես քո երեխեքին սարքելու եմ սեռական պոլիգոն։ Կամ հիմա հերքամ ես, ասում ես գիտեք ինչ, մենք սխալվել ենք։ Թիվը սխալ ենք խփել։ Հերքամ ես։ Կամ Քոչարյանը, ես նշումը պայելու եմ, Քոչարյանը չանցավ, Լովիկս Քոչարյանը չանցավ Երևանի քաղաքապետ չդառա, կնիգդ մերդ, դες մոտ չեմ կպնում, կնիգդ մերդ, հերդ, եթե մեռած տեղն ուրեմն, այդ սախ նավարդ դառնամաց սեքս պոլիգոն։ Էնեք եք տալու Թայլանդի ամենավերջի տարեց պուտանքին։ Են այդքան խեղճի տեսեն տրանսվիստիտ պուտանքին, ինչ որ քո կնիկնա տենալու, քո նավարով հանդերձ։ Բոզի տղա։ Եվ ես ասում եմ բանը մյուսներին, այդ ասում ժողովուրդը գրում են Օսմանն էլ է քեզ ծածացնելու։ Օսմանի կանչի թողա։ Եվ ես դիմում եմ այդ մյուս, այսպես ասած այդ հարցում անողներին։ Այն ընկերությունը, այդ գելապ, մենք անդել է գելապ, բա ռուզիկի գելապը բենիտ մեջ, բոզի տղա։ Ուրեմն այն ընկերությունները, ովքեր հետ այսու կլնեն սենց հարցում անում եք, հարց չկա, արեք լեգալ։ Ընտրություններին մասնակցող կամ հայտ ներկայացրած բոլոր անձանց անունները նշելու, սկսած Տիկին Ռոտենբերգից։ Այն մասնակցելու է, ասում է ես մասնակցել եմ,
ուրիշ հարց կմերժի են, չեն մերժի։ Մարդը հայտը ներկայացրել է։ Կապ չունի, ես օբյեկտիվ եմ։ Բոլորին հետ կապված նշում։ Ես մի հատ ուզում եմ հարգելի ժողովուրդ, ստեղ on-line 5700 մարդանայեմ։ Խնդրում եմ, ով է ընտրելու Ռոբերտ Քոչարյանին, թո դնի պլյուս։ Ռոբերտ Քոչարյանին ձայն տվողները խնդրում լովիկին դրեք պլյուս։ Ես ուզում եմ տենեմ հիմա այս դեմի 1 րոպեվա մեջ քանի հոգիա on-line դնում պլյուս։ Ես ուզում եմ տենամ։ Հեսա ինչը բան կանեմ։ Կավարտեմ իմ ասածը։ Ընտրությունն է ուրեմն բոլոր այն ընկերությունները, չէ, իմենը պլյուս, մինուս բան մի դրեք, ես ուզում եմ տենամ պլյուսները, ով ընտրելու է Ռոբերտ Քոչարյանին։ Այն ընկերությունները ովքեր սկսելու են մասնակցել, այսինքն իրականացնել այսպես կոչված սոցիոլոգիական հարցում, ես ուզում եմ, որպեսզի դուք լինեք օբյեկտիվ, գրեք բոլորի անունները, ում դուք ուզում եք ձայն տակ։ Այսինքն ում ցանկացած ուժ հայտա ներկայացել Տիգրան Ավենյան, Վանեցյան, Վարդան Ղուկասյան, Ռոտենբերգուհի, չգիտեմ, Լովիկ, դրանց բոլորի անունները պիտի լինեն։ Այն ոչ թե մենակ զանգեք, ասեք Ռոբերտ Քոչարյանին տեսնում եք Երևանի քաղաքապետ կամ իշխանության ղեկին։ Կողեմ Ռոբերտ Քոչարյանին քո հետ միասին, բոզի տաղ։ Ես հիմա ասենց նայում եմ մի հատ բանը պլյուս ես չեմ տենում։ Ուղիղ, լսում։ Եկեք ես մի 30 վայրկյան նայենք, ես ուզում եմ այսքան մարդ կա, 5700 հոգի մարդ կա, մի հոգի դրես բան պլյուս, Խաչիկ անունով։ Ես ուզում եմ նորից եմ կրկնում 5700 հոգի մարդ կա ստեղ, ուզում եմ տենամ քանի պլյուսա ըլում, ովքեր ուզում են, որ Ռոբերտ Քոչարյանը դառնա քաղաքապետ կամ ձայն են տալու Ռոբերտ Քոչարյանին։ Ընդամենը մի հատ պլյուս տեսա ես մինչև հիմա։ Ես ընտրելու եմ Ардանիշի Արչին։ Հա Մուկուս ջան, դու կդրես Խամոյանին։ Որ ասում ես մադի ծերը տանես քթիտ ոչմ ծագը։ Խնդրեմ։ Ուղիղ 1 րոպե լռությամբ մենք նայում ենք, ես ուզում եմ որ Քոչարյանականն էլ էսա կամատեն։ Նույնն էլ YouTube-յան էֆիրի ոչմ ժամանակ ես ուզում եմ որ ասենք մարդիկ նայեն։ Մի րոպե ես սպասում եմ, ընդամենը մի հատ պլյուս եմ տեսել։ Այն մեկն ասում սխալ բան եմ դրել, աղջիկ ենանին։ Բա բոզի տղա Արման Նավասարդյան, հենց մի հատ մտես էֆիրը նայի։ Տունը ծսնես 5778 հոգին, ուրա բա, գելապը տուրա։ Հենա ոչմ խաչիկն ասում բան մի ամիտ ես է դրեցի, ասիկն ոչ մի բան պլյուս։ Ցանկացած մարդ կարա տեն այսի խոբ ես իմ որոտը չեմ հորինալ։ 5760 հոգու մեջ մի հոգի մարդ չասեմ, Քոչարյան։ Դու ո՞նց ես հաշվի։ Կաշտացա։ Տաշ բոզի տղա։ Ու այսից շինվելու է այն ընկերությունը իր ընտանիքով ով կփորձի կեղտ դեզինֆորմացիա տարածել հասարակության շրջանում։ Որ որևիցե Քոչարյանը քաղաքալից գախնի վաստակին նայելա։ Ոչ մի հատ պլյուս ես բան չտեսա։ Էս էլ խոմ ասեք բան չի, սարկաշ։ 7 համացեք համարյա 600 մարդ։ Դու տենես չէ քրիստիկ։ Գելապ։ Գելապը դնի մամայիդ բենին։ Բոզի տղա։ Այսօր այսքանը։ Շնորհակալություն։